Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Նոյան Տապանն է, Նոյան Տապանի ավանդական դարձած կլոր սեղան հաղորդումը եւ շտապ եմ ներկայացնել այսօրվա մեր հյուրերին Վարդան Խաչատրյան, փիլիսոփա, կրոնագետ, Աշոտ Գևորգյան, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր եւ մեզ հեռակապով միացված է Մարտիկ Գասպարյանը, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր։ Ողջունում եմ պարոնայք։ Հայաստանում այսպես թեժ քարոզչական արշավ է ընտրություններից առաջ, խորհրդարանական ընտրություններից առաջ, եւ մենք արդեն ականատես ենք լինում, որ այդ պայքարը այնքան է թեժացել, որ արդեն անձերի վրա են դուրս գալիս, մարդիկ իրար վիրավորում են, կողմնակիցներն են իրար հետ կռիվներ սարքում եւ ցավոք սրտի նաեւ ականատես ենք լինում ոչ այնքան adekvat խոսքի, adekvat քաղաքակիրթ բանավեճի, այլ ավելի շատ խոսում են մարդկանց իչքերեմ անցյալի, իրենց տարբեր ուրեմն վիճակների մասին։ Ես կուզենայի սկսել մեր խոսակցությունը Մարտիկ Գասպարյանից, որը հիմա մեզ հետ կապված է Փարիզից, ես կուզենայի հերվի հայացքով մի հատ ներկայացնեք ինչպես է դա այս ամբողջը երևում դրսում, սփյուռքում եւ արդյոք այս խնդիրները այն խնդիրներն են, որոնք հայերը ամբողջ աշխարհի պիտի սրան հետևեն։ Համեցեք։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավիրելու համար։ Այսօրվա իրավիճակը ինչ կատարվում է Հայաստանում եւ ոչ միայն Սփյուռքի կողմից քննարկվում է նաեւ փորձագետների, տարբեր ուղղությունների, միջազգայնագետների, դիվանագետների կողմից սարսափելի ահավոր իրավիճակ է, ինչպես թե այդ Չերչիլի ում ասածներ Բիսմարկի, որ ամենաշատը խաբվում են ընտրությունների, որսի եւ պատերազմների ժամանակ արդեն այդ մակարդակն են անցել, այսինքն հիմնականում խախտելով գործող օրենսդրությունը, որ գործադիր օրենսդիր կարգադրիչ իշխանության ներկայացուցիչները մասնակցում են ընտրությանը միմիայն ժամանակավորապես իրենց պարտականություններից հրաժարվելով չի կատարում, ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսները օգտագործում են իրենց բախարակելու համար։ Այնինչ աշխարհում կատարում են երևույթներ, որը հիմնականում այդ process-ներից հայ ժողովուրդը, Հայաստանը, հայ ազգը, Հայաստանի քաղաքացիները հեռու են։ Ինչ է կատարվում հիմա։ Հիմա շատ որոնք բախտորոշ են մեր ժողովրդի համար։ Տեսեք, վերջին ցանկությունները ստորագրեցին, թե մենք տեղյակ չենք ինչի մասին է, դրանք պայմանագրեր չեն, իրավական փաստաթղթեր չեն եւ միջազգային դիվանագիտական եւ քաղաքական տեսակետից իրավական սովորական թղթեր են, տրիպսի մասին ենք խոսում մենք, բայց այսօր արդեն ստացվում է, բայց այդ process-ները գնում են, որ մեր պրոտեկտորատը արդեն տեղափոխվում է Չինաստան։ Այսինքն ինչպես նախկինում Հոլանդիան, Իսպանիան, Մեծ Բրիտանիան, այսօր մեծ օթյակների կողմից գերտերության ստատուսը տեղափոխվում է Չինաստան եւ այդ աշխատանքները կատարվում։ Իհարկե Չինաստանի տնտեսությունը իր բարձր զարգացման տեմպերով չի ապահովում այն որակական ցուցանիշները, որը ներկայացնում է ժողովրդների բարեկեցությունը, այսօր արդեն մեր լինել չլինելու հարցը առանցքային հանգիստ տեղափոխվելու է Չինաստան։ Բացի դրանից, տեսեք 21-րդ դարը նոր
իրավիճակ, ռազմական, դիվանագիտական, դրանք բոլորը 12 ահազանգներն են, որոնց մեջ մտնում է նաև ոչ պայմանավորվածությունը, բայց այսօր արդեն Իրանը ցույց է տալիս, որ իմ շրջապատում, սահմաններում ոչ մեկը, ոչ մի քայլ, ոչ մի փոփոխություն առանց իմ իմանալու չի իրականացվելու։ Այսինքն այն, որ ժամանակին խոսում են, թե WhatsApp-ով կապելու են Միացյալ Նահանգների նախագահի հետ եւ հարցեր են լուծելու, նույնիսկ այդ փողոցային խոսակցությունը, որ կոչվում է սատկած սելյոտկայի, հա, կարմիր մանիպուլյացիաներ, որոնք իրականացնում են կակիստոկրատները, որոնք այսօր Հայաստանում իշխանությանն են եւ մեր ազգի ամենամաքուր սերուցքը վերացնում են։ Ինչով է պայմանավորված դրանք։ Այսօր մենք եկեղեցու մասին ենք խոսում, թե իշխող, թե մնացած, բայց խոսքը վերաբերում է Մայր Աթոռին, որը ունի երկու ներքին եւ արտաքին պատճառներ։ Իսկ մնացածները խաղացողներ են եւ այսօր մենք մեզնից ոչ մեկ իրավունք չունի, ես ուրախ եմ, որ այստեղ Վարդան Խաչատրյանն է։ Խաչատրյանը ներողություն եմ խնդրում կա, ես չեմ խորանում այդ ուղղությամբ, բայց երկու կարևոր հանգամանք։ Առաջինը 1805 թվականի մայիսի 14-ի օրենքը, որտեղ կա մեր Մայր Աթոռի ստորագրությունը, մնացած կառույցները չկան, եւ ամբողջ խոսակցությունը գնում է մեր Մայր Աթոռին պախարակելու մեր ամբողջ սկսած անտիկ աշխարհից գաղափարախոսությունը վերացնելու համար։ Իսկ մյուսը դա արդեն սկսել են այդ օթյակների միացումով եվրոպական եւ անգլիական Միացյալ Նահանգների հետ, Հռոմի Պապի հետ, Նիկեան այդ վեհաժողովի, տիեզական վեհաժողովում ձեռնադրելու իրավունքը, ոսկու իրավունքը նորից իրենց հաստատելու համար։ Այն ինչ այսօր խոսվում է, որ մենք Հայաստանում մեծամասնություն չենք կազմել, ես մնում եմ զարմացած, որ Սփյուռքում արդեն սկսել են կասկածի տակ դնել ու քննարկել, թե սկսած Օսմանյան կայսրության տարածքներից Պարսկաստանի, ռուսական կայսրությունում կատարված բոլոր մարդահամարներով մեր ժողովուրդը մեծամասնություն է կազմել մեր կենսադաշտում։ Փողոցային, խուժան, մոտեցումներով, միևնույն ժամանակ խոսելով, քննարկելով արցախցիներին ինչի չեն մեռել։ Մեր պետության ղեկավարը հասել ենք նրան, ես չեմ քննադատում, բայց մեր ժողովուրդը իրավունք չունի ունենա այնպիսի ղեկավարություն, որը պետք է հիմնականում քննարկի նման հարցեր ընտրության ժամանակ լինի, պետության ղեկավարի կողմից նման խոսակցություններ, մոտեցումներ, դրանք սարսափելի են եւ իրենց հետևանքները ունենալու են, որովհետեւ թուրքական ծրագրերով առաջնահերթ խնդիրը համարվում է արագացնել թուրքական ցեղասպան մեքենայի, որ ամբողջ եվրոպական երկրները հավաքվել էին եւ այդտեղ քննարկեն ցեղասպան մեքենայի իրականացրած ցեղասպանությունը Արցախահայության նկատմամբ ոչ մի հարց չքննարկվեց։ Քննարկում են գումարների համար, քննարկում են դրանք մասնագետներ չեն եւ անհրաժեշտ կրթություններ կամ ակրեդիտացիաներ չունեն։ Այսինքն Հայաստանում կատարվող իրադարձությունը նույնն է, ինչ որ երկիր մոլորակը դիեզերական համակարգում մի կետ է ներկայացնում, բայց բոլորը հերո են այսօր աշխարհափոփոխություններով զբաղվող իրադարձություններում։ Տեսեք, արդեն մարդիկ բարձրացնում են մինչև ասում են 300,000 փախստականների վերադարձ։ Չի քննարկում Ադրբեջանից մեր փախստականների, նրանց ունեցվածքի, նրանց պրիվատիզացիայի, սեփականաշնորհման մասնակցելու, դրանք փոքր հարցեր չեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Գասպարյան, բայց խնդիրն այն է, որ հենց այս քարոզարշավի մեջ ձեր բարձրացած հարցերից շատերը իրոք քննարկվում են եւ ինչ որ իմաստով կարելի է ասել, որ այս քարոզարշավը կամ այս ընտրությունները ավելի ճիշտ կորոշեն, թե ինչ ճանապարհով կգնա Հայաստանը այս
ճամփաբաժանից դեպի իր այն գաղափարախոսությունը, որ ունեցել է դարերն ի վեր, ինչպես դուք ասացիք, թե այն նոր գաղափարախոսությունը, որ հիմա պարտադրվում է Հայաստանին։ Եվ այս իմաստով ես կուզենայի պարոն Խաչատրյան ձեր գնահատականները այն քարոզարշավին, որը որ հիմա գնում է, եւ արդյոք այդ պարոն Գասպարյանի ասած աշխարհակահաղական փոփոխությունները հեռու են մնում Հայաստանի խաղացողներից, արդյոք մենք չենք տեսնում այդ փոփոխությունները եւ արդյոք այդ փոփոխությունները իրական են։ Գիտեք, այստեղ եթե ես անձամբ դե մասնակցում եմ այդ ինչպես նաեւ մեր սիրելի գոլեգան Աշոտը մասնակցում է փաստորեն քաղաքական մրցավազքին եւ պետք է ասեմ, որ ես համարում եմ, որ գլխավոր հարցերը ինչ որ չափով շրջանցված են։ Այսինքն մենք ինչ ենք կորցրել, ինչ ենք ման գալիս, ինչպես ասում են։ Մենք կորցրել ենք մեր անվտանգության մի հատվածը։ Այսինքն Ղարաբաղի կորուստը, դա հայ ժողովրդի անվտանգությունը խարսխված էր համենայն դեպս վերջին փուլում, խարսխված էր երկու սյուների վրա։ Դա Ղարաբաղն էր, որպես այդպիսին ձեռք բերված Արցախը, պատմական Հայաստանի մի հատվածը, որը մտնում էր Հայաստանի մեջ անվիճելիորեն մեր համար, մենք դա կորցրեցինք եւ զարմանալին այն է, որ ներկայիս իշխանությունները, որոնք իշխանություն են եղել այն ժամանակ, երբ որ կորցրել ենք, չեն ուզում ընդունել որևէ սխալ։ Այսինքն ասում են, որ ամեն ինչ ճիշտ է գնացել, հենց այդպես էլ պետք է լիներ, եւ այս իրավիճակը, որը կա, դա բնական իրավիճակ է եւ այլն եւ այլն։ Ես համարում եմ, որ դա ոչ միայն կեղծ օրակարգային կետ է նրանց քարոզչության մեջ։ Ես համարում եմ, որ այսպիսով մենք կհանգենք արատավոր եզրափակման այս ընտրությունների, որ այո, մենք պետք է բարեկամ լինենք, ասենք այդ հարակից երկրների հետ, որոնք ամբողջ իրենց պատմության ընթացքում միայն ու միայն երազել են ոչնչացնել հայ ժողովրդին, նրան գենոցիդի ենթարկել, այդ գործոնը որպես այդպեսին դուրս բերել Մերձավոր Արևելյան տարածաշրջանից եւ այսօր իրենց պատկերացրածով շատ մոտիկ են համարում, նորից մի անգամ էլ կրկնեմ, որ այո, այդ մարդիկ չեն թաքցնում եւ Աբխազիայի ընտրությունները դες օրինակ, որտեղ ուղղակի կոչ էր արվում, որ մինչեւ հայերը այստեղ չկոտորվեն Աբխազիայում, Աբխազիան Աբխազիա չի դառնալու։ Եթե ուզում ենք Աբխազիա, ուրեմն պետք է հայերը վերանան այստեղից։ Դա թուրքական քաղաքականության ուղղակի դրսևորումներ Աբխազիայում, որտեղ դա նրանց տեխնացուներ ասողը։ Այս ամեն ինչը դնելով մի կողմ մեր իշխանությունները այսօր պնդում են, որ հա ճիշտը սա է, եւ ես այնուամենայնիվ ուզում եմ իմանալ, էլի, թե ինչն է պատճառը, որ լավ իշխանությունները պնդում են։ Հնարավոր է, որ այս ընտրությունների ժամանակ մենք ծանոթանանք այն սահմանադրության նախագծի տեքստին, որը իրանք բազմիցս հայտարարել են, որ կա։ Մենք ծանոթանանք, տեսնենք ինչ կա այդ տեքստում, որովհետեւ երբ որ մենք ասում ենք, որ մեր թշնամիները մեր բարեկամներն են, որ պետությունները, որոնք որևէ կերպ ցույց չեն տալիս որևէ բարի կամք, ես չեմ ասում բարեկամություն, որևէ բարի կամք որևէ հարցում, հանգարց ինչ որ պահանջներ են ներկայացրել սահմանադրությանը եւ սահմանադրության տեքստը մինչեւ հիմա չի ներկայացում։ Այդ տեսակետից ես գտնում եմ, որ մենք բոլորս պետք է պահանջենք, որպեսզի այդ սահմանադրության նախագիծը այնուամենայնիվ հասու լինի մեր ժողովրդին այսօր, որպեսզի դա եւս մտնի առանցքային խնդիր է քվեարկության կողմնորոշման մեջ եւ վերջապես երկրորդ հարցը էլի, հա, հիմա լռություն է եկեղեցու հարցում, բայց ձերբակալվածները մնացել են, ասենք, դեռևս բանտերում, գիտենք իրեք, հա, սրբազանները մնացել են, ասենք, կալանքի եւ ձերբակալության տակ եւ այս տեսակետից մի հատ էլ հասկանանք, էլի, եկեղեցու հետ հաշտության խնդիրը ինչպես է պատկերացնում, ասենք, այս մեր ներկայիս իշխանությունը, թե առայժմ հանգիստ է տվել այդ եկեղեցու դեմ հալածանքներին, ելնելով նրանից, որ դե
եկեղեցին հանգիստ թողնենք, մենք ընտրվենք, իսկ հետո արդեն նորից կանրադառնանք այդ խնդիրներին, որովհետև այդ խնդիրը իր մեջ կրում է հայ ժողովրդի պառակտման խոշորագույն լիցքը։ Եվ ես չեմ կարող ասել որևէ մեկին չի ցանկանա մեղադրել այն բանում, որ դա իրականացվում է իրենց կողմից, կլինի դա թելադրանք, կլինի դա ինչ-որ շահերի սպասարկում, իմ համար միևնույն է, մենք պետք է գիտակցենք, որ մենք ունենք շահեր, մենք ունենք կողմնորոշման պոստուլատներ, այսպես ասած, որոնք քննարկելի չեն, էլի, որ ինչը քննարկենք, հայերը պառակտված լինեն, թե չէ, բաժանված լինեն, ատոմիզացիայի ենթարկվեն, թե չէ, հայերը պետք է լինեն միասնական։ Հայք, երբ որ ասում ենք, այդ հայոց համաշխարհային ուժը պետքա լինի։ Եթե նա հնարավոր է մեկտեղ էլ, ամեն ինչ պետք է անել, որ դա մեկտեղ ենք, եւ մենք հանգարց գնում ենք այնպիսի պառակտումների ճանապարհով, որոնք կարող է 200 տարի հետո էլ չլուծվեն այդ հարցերը։ Մենք էլ չկարողանանք վերականգնել, շտկել մեր ողնաշարը եւ ուղղահայաց կանգնել աշխարհի առաջ գոնե։ Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը եւ հիմա երբ որ ասենք այդ քննարկումները ես տեսնում եմ, որ ամբողջ աշխարհը որոնում է ինչ որ քաղաքակրթական հիմքեր, որոնք հնարավորություն կտան աշխարհը չկործանել եւ ոնց են բոլորը որոնում այն կուլտուրական հենքը, որը հնարավորություն կտա նորից աշխարհը խաղաղության բերել, որովհետեւ մենք գնում ենք պարզ դեպի նոր պատերազմ, այդ պատերազմը շոշափելու է մեր շահերը, այդ պատերազմը շոշափելու է աշխարհի շահերը, եւ այս իրավիճակում փաստորեն մի հատ էլ մենք այստեղ սպասարկենք հնարավոր պառակտումներ նյարդայնացման այս աստիճանում, չարության այս աստիճանաբար էսկալացվող, դեպի վեր բարձրացող այդ հոսանքի պայմաններում ես համարում եմ, որ այստեղ շատ ոչ միայն մտածելու բան ունենք, այլև պետք է այնուամենայնիվ գանք այն համոզմանը եւ այնպիսի համաձայնության, որ հայ ժողովրդի միասնականությունը, նրա գոյություն ունեցող քաղաքական, պատմական խնդիրները չեն կարող որևէ մեկի կողմից դիտարկվել որպես հայ ժողովրդի պառակտման առարկա, պառակտման յուրօրինակ լինգ, որը գցես ու փորձես ճեղքել ժողովրդին։ Ղարաբաղցին նույն հայն է, մի բան էլ կարող է ավելի, որովհետև այնտեղ քիչ ավելի հասու է եղել ասիմիլյացիան եւ պետք չէ տարբերություն դնել հայերի մեջ, որ մեկը Ղարաբաղցի է, մեկը տեղացի հայ է, էսա այնա, մենք բոլորս հայեր ենք եւ մեր միակ առհավատչյան, միակ ապագայի մուտքը, երթը աշխարհի պատմության մեջ դա որպես միասնական հայ ժողովուրդ է, ով որտեղ պառակտվեց, նա ոչինչ է դառնալու, նա անիհիլացվելու է որպես էթնիկական բազմություն։ Այս դեպքում ցավոք սրտի ոչ թե գենոցիդի, ոչ թե, չգիտեմ, թուրքի յաթաղանի կամ ջարդերի միջոցով, այլ մեր սեփական քաղաքականության արդյունքում կողմնորոշումով, որը թող բացատրվի։ Թող բացատրեն ոնց որն է շահը այդտեղ մեր, որ մենք հասնս լինգը գցենք ու պառակտենք, սփյուռքն անջատենք, մենք մեզնով լնենք եւ հայտարարենք, որ մեր իդեալն էլ այնպիսի արքաներ են, որոնք շատ լավ, պետք չի որ հիմա քննարկենք։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խոսույթը գալիս է միայն արտաքին թելադրանքով, այսինքն այն, որ ներկայացվում է նույնիսկ նոր հասկացված քաղաքականություն, իրականում արտաքին թելադրանք ունի եւ դա բիրտ ուժի թելադրանք է։ Ախր ես դեմ չեմ դրան, ամեն մեկի վրա գոյություն ունի ճնշում։ Այսօրվա աշխարհում չկա բան, որ մտած չլինի իրականության մեջ կամայական երկրի։ Բայց հիմա Եվրոպայից եկել են մեր մոտ։ Տեսանք այդ բոլորին սրտիկներով, էսով այնով։ Հիմա մի հարց կարելի է տալ, թե ինչպիսի երաշխիքներ տրվեցին Հայաստանին։ Այդ մարդիկ, որ եկել էին, այդ աղմուկը, աղաղակը, Երևանի փողոցներ փակելն ու, չգիտեմ, տուն ուղարկելը աշխատողներին, որպեսզի չգան, որպեսզի դա իրականացվի, վերջին հաշվով որևէ յոտա երաշխիքի ներկայացվել է Հայաստանին, թե չէ։ Հայաստանի Հանրապետությունը ստացել է որևէ տար, նորից եմ կրկնում, տար երաշխիքի։ Այդ մարդիկ բոլորը սրտիկները ցույց տվեցին, բայց որևէ երաշխիք
Չկար այդ մարդկանց բերանը։ Բայց արդյոք այդպիսի օրակարգ կար։ Չէ, հիմա մենք ասում ենք, մենք մտնում ենք պատերազմի մեջ։ Ցանկությունն է, որ լինեն Մեր խնդիրը դա է, այդ խոսակցությունը պետքա գնա գոնե դրանից խոսակցություն գնաց։ Ես չգիտեմ, մեր Ոչ գնաց, ոչ որևէ տեղ նշվեց, ոչ ֆիքսվեց ոչինչ։ Չկա այդ, հիմա մենք գիտենք, որ մենք արխի կարևոր խնդիր ունենք։ Հիմա մտավ պատերազմական գործողությունների նոր փուլը, բոլորս գիտենք, որ դա շատ ավելի մեծ էսկալացիոն աստիճան է ենթադրում տարածաշրջանում, եւ մենք գտնվում ենք այդ տարածաշրջանի հակառակի նման ադոնցի ասած, այս մի անգամ էլ թող քաղաքակրթական անիվը Հայաստանի կողքով գնա, ինչ կլինի։ Չանցնի մեր վրայով, այդ ինչն է պատճառը ամեն անգամ պատմական բոլոր քաղաքակրթական անցումներում պետքա մեր վրայով անցնի այդ անիվը։ Մի անգամ էլ թող մեր վրայով չանցնի, բայց չկա այդ խոսակցությունը, այդ խոսույթը անգամ այդտեղ չկար։ Մենք ոչ մի բան այդտեղից ոչ հասկացանք վերջնականապես թե ինչ ալնելու։ Ջեյդի Վենսը այցելեց, այցի ժամանակ հայտարարեց, որ մեր դաշնակիցը Անդրկովկասում Ադրբեջանն է։ Հայաստանում հայտարարեց, բոլորս լսեցինք։ Ոչ մի բան չկա, հա, հայտարարեց։ Սա մեր համար արդյոք այն զանգը չի, որ մենք այդտեղ անելիք ունենք, սփյուռք ունենք Ամերիկայում։ Ինչն է պատճառը, որ հենց այդպիսի կոշտ կողմնորոշում դրսևորում է Ամերիկայի vice president-ը, էլի։ Եթե ներողություն եմ խնդրում։ Այո, համեցեք։ Այստեղ շատ կարևոր հարց է ներկայումս Իրանի շուրջ ցավալված գործողությունները։ Այսինքն դրանք սարսնելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերկող բոլոր գործողությունները։ Ուրիշ դրա համար նշում որ Ձեր ցանկությունն եք ասում, թե դուք տեսնում եք դրա ինչ որ նշանները։ Հայաստանը աղջիկ չի, մեր անվտանգության հարցը ես ձեր տաղավարում առաջինը ներկայացրել եմ պատերազմի լինել չլինելու անխուսափելիության մասին։ Այսօր process-ները այնպես են զարգացնում, որ Իրանը որոշելու, թերադրելու է, ես նշեցի, եւ հատկապես կապված Տրամպի տրիպսի հետ, նրանք հարցեր չեն որոշելու, հիմա կախված է դրա համար է ուզում ասել Հայաստանում կատարվող իրադարձությունների ընտրությունների հետ, քարոզարշավի հետ, այսօր արդեն դրանք բոլորը զսպիչ ամորտիզատորներ են Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Այդ ժամանակը մենք պետք է օգտագործվենք միախմբելով Սփյուռքի հետ, այս իրավիճակից դուրս գալ։ Գլխավոր խնդիրը դա է, ինչպես հարգարժան Վարդան Խաչատրյանը նշեց։ Շատ լավ, ես ձեզ հարցեր ունեմ կապված Չինաստանի պատրոժանժի հետ, բայց ուզում եմ խոսքը տալ պարոն Աշոտ Գևորգյանին։ Պարոն Գևորգյան, ձեզ չի արդյոք դուք էլ համոզված չեք, որ այնուամենայնիվ այս ընտրությունները շատ կարևոր են եւ շատ կարևոր հարց են լուծում եւ վերջ-վերջը այս ընտրությունների ինտրիգը նա չի թե ով պիտի լինի խորհրդարանում, վերջ-վերջը վերջնական իմաստը նա է թե Հայաստանը ինչ ուղով պիտի գնա, ինչպես պիտի ձևակերպի իր անվտանգության հարցերը, որոնք դուք բարձրացրեցիք, իր աշխարհակահաղական կողմնորոշման հարցերը եւ այլն։ Շնորհակալություն հրավերի համար, բնականաբար այս ընտրությունները կարևոր են, բայց ինչպես իմ հարգարժան գոլեգան նշեց, այս տիպի կարևոր հանգրվանում, այս տիպի անիմաստ գզվրտոցներ, անպատասխանատու բոլոր այդ կուսակցությունները մենք բաց այդ տեսնում ենք այդ արհեստական կուսակցություններ ստեղծված որևէ գաղափարական կշիռ չունեցող, մարդկային ռեսուրս չունեցող, խոսույթ չունեցող, իրականությունը չպատկանող, չպատկերացնող մարդկային ինչ-որ, այսպես ասած, զանգվածներ, որոնք չես հասկանում, մեկը ջուրացեցն, մեկը, չգիտեմ, են մեկին վարկաբեկում է և այլն, և այդ պարակտումը, որը ցավոք սրտի, սկսել է այսպես չակերտավոր հեղափոխությունից հետո, այսինքն քաղաքական դաշտ քպընդ, որ ես համարում եմ քրեական պատասխանության ենթարկված
ենթարկվելիք ինչ Եկեք նայեք, դուք մտել է- երկուստ էլ մասնակցում եք ներողություն պարոն Խաչատրյանի հետ միասին ընտրություններին։ Եկեք փորձենք նախընտրական քարոզչության էլեմենտներ չմտցնել սրա մեջ, այլ լարվածություն, Չեմ մտցնում, այլ վերլուծություններ կատարել։ Տես, այո, մի պարոն Վարդան Խաչատրյան ճիշտ ասեց։ Իմ համար բացահայտ է թե այս իշխող կուսակցությունը, որը չի վայր դրե այդ ընտրական ժամանակահատվածը իր այսպես ասած կառույցները, որպեսի արդար մասնակցի, ամբողջ ռեսուրսներով ընկելա, որպեսի պահի իշխանությունը։ Իսկ Հայաստանում ընդհանրապես եղել է այդպիսի դեպք, որ վայր են դրել եւ մասնակցել են արդար, էլի։ Իսկ կներեք, այդ մի հատ այդ հարցը փոխենք, էլի։ Այո։ Իսկ պարտությունից հետո Հայաստանում եղել են իշխանություններ բացի իրանցից։ Այսինքն պարտությունը ենթադրում է, որ պետք է այն ժամանակ դնեին ցած։ Այո, բնականաբար։ Չէ, բայց այն ժամանակ ես դեմ էի, որ դնեին ցած, որովհետև քաղաքական դաշտում եղածները նախկիններն էին։ Բայց հիմա, երբ որ եկել է, այս ամենը մի անգամ չի, որ մենք հնչեցրել ենք, որ հիմա պետքա դրվի ցած եւ պետքա ալնեն ոչ չարյած փոքրագույնի ընտրություններ, որտեղ այն ժամանակ խեղվեց ամեն ինչ չարյած փոքրագույնի, մենք էլ համաձայնություն տվեցինք ելնելով այն բանից, որ հա, դե հիմա հո նախկինները չեն գա, որոնք ժողովրդի համար առավել անընդունելի էին, քան անգամ պարտված իշխանությունը։ Իշխանությունը ես ժողովրդին չեմ համարում եւ երբեք հանրապետությունը չեմ Պարոն համարում։ Խաչատրյան, հիմա այս ընտրություններում գործում է ճիշտ նույն մեխանիզմը։ Հասկացանք, ես դրա համար ասում եմ, ճիշտը եթե վերցնենք, պետք է այստեղ վայր դրվեին Այո, նրանց հավակնությունները ապագա իշխանություն դառնալու։ Դա ուրիշ բան է հուշում, որ իրականում չկան նախկիններ, ներկաներ։ Սա մի հատ գործընթաց է, որը փոխանցվել է իշխանությունն եւ այլ, եւ բոլորը պատասխանատու են։ Հավասարապես։ Եվ այս ընտրապայքարի մեջ գտնվող ոչ մի ըստ էության քաղաքական ուժի, չնայած մենք ինքներս մասնակցում ենք, չի կարելի վստահել իշխանություն ձևավորելու տեսանկյունից Միայնակ ձևավորելու, միայնակ, այո, միայնակ ձևավորել ընդհանրապես պետքա բացառվի, որտեվ ես ասեմ, նույնիսկ այն ուժը, որ մենք մի սատարում ենք եւ փորձում ենք բանը, այդ ուժն էլ իզորուչի միայնակ, այսպես ասած, վերստի պատասխանատվություն իր վրա։ Դրա համար մենք կոչ ենք անում, մասնավորապես հատկապես մտավորականությանը, որը շատ կարևոր դերակատարություն ունի այս գործընթացներում, որը իսկապես չի հանդես գալի անկախ, մենք չնայած ասենք մի ինչ-որ կոնկրետ ուժի սատարում ենք, բայց մենք գնացել ենք ծրագրերով, որը ձևավորվել է մտավորական լայն շրջանակներում, ինչպես հաստատել խաղաղություն, ում հետ բարեկամություն անել, ում հետ կառուցել ապագան եւ այլ, այդ բոլոր ինչ տնտեսական խնդիրներ լուծել, որտեղ ասենք հիմի մենք մտել ենք նոր դարաշրջան, քվանտային տեխնոլոգիաների եւ այլ, տեսեք մեր բուհերի վիճակը, մեր դպրոցների վիճակը խայտառակ, այսինքն այդ ռեֆորմները ավելի աղճատել են այդ ամբողջ ընթացքը։ Եթե մենք չենք ունենալու բարձրակարգ ինժեներագիտական միտք, մենք ոնց ենք մտնելու այս նոր աշխարհ, բայց այդ բանի մասին ոչ մի հատ խոսույթ չկա։ Մենք որ ասենք նշած զողը սահմանած չի ախր։ Այո, եւ ասենք այսօրվա իշխանությունները իրանց սակավամտությամբ, ուղղակի սակավամիտ են, պետք է ընդունեն, որ վերսեք ոչ միտեղ մասնագետ մարդ չկա, ինչ որ պատահական մարդիկ բարձր տեխնոլոգիաներ, արտաքին գործերի նախարար, մարդը կրթություն չունի, դուք ոնց եք կրթություն չունեք մարդուն տալիս սրտի օպերացիանի, էլ չեմ խոսում բարոյականությունից, վերսեք դրան բարոյական կերպարը, վերսեք կառուպցիոն այդ սկանդալները անդադ, այսօր ես կարդում եմ պարզում է, որ համաշխարհային բանկով 17 թվականին Հայաստան մուտք է գործել Ադրբեջանից, Բաքվից փոխանցում $7 միլիոն,
18 թվականին 211 միլիոն դոլար։ Հարց եմ տալի, իմ որ Հայաստանի քաղաքացի հարց եմ տալի, այդ փողերը ովքեր են ստացել։ Ացը, չգիտեմ, այն կառույցներ, որ պետք է ովքեր է ստացել։ Ինչ են շարքում, մի հատ խնդրում եմ հստակ ասեք, ինչ են շարքում Ադրբեջանից։ Այդ նշանակում Ադրբեջանից գումարը գնացել է City Bank-ով Լոնդոնի եկել է, ասում Լոնդոնի, Նյու Յորքի եկել է Հայաստան։ Այդ հստակ երևում է այդ գումարների տեղաշարժերը բանը ոչ մի անգամ կարող եք ինչ-որ հղումներ տալ այդ ուսումնասիրությունները։ Դա կոնսպիրոլոգիա չի, դա հստակ անվտանգության հետ կապված խնդիր է, որը չի դրվի։ Ես այն օրը տեսա, ինչ որ ԱԱՑ-ի նախկին ղեկավարը խոսում էր, ուղղակի չգիտեմ, լավ թե ծիծաղամ, ինչ անեմ, այ մարդ, էս ինչ է խոսում ես մարդը։ Իր ժամանակ այդ սա անցել է, փոխանակ գա, ասի ինչ ինչոց է եւ այլն, ինչ որ մկակում է, ես չեմ հասկանում, ինչ է խոսում, էլի։ ԱԱՑ-ի ներկայացուցիչները Բարսաշյան մասնակցել են։ Ամեն դեպքում նման հայտարարություններ անելիս պետք է անպայման ֆիքսում եմ աստը աղբյուրը ֆիքսել, որովհետեւ դա դառնում է ինտերնետը ամբողջ հեղեղված է։ Ինտերնետը աղբյուր չի, ներողություն։ Դե կնքած ես թուղթ բան Վաշինգտոնից իզուր չեմ բերել։ Հետևաբար հիմա մենք տարածում ենք ես Տիգրան չհաստատված ինֆորմացիա։ Չհաստատված, ես նայում եմ գործողությունները, ես որպես ֆիզիկոս նայում եմ գործողությունները, այն քայլերը, որ պետության ղեկավարությունն անում է, դա բոլորը հակահայկական է։ Հայկական ինքնությունը ոչնչացնող է, հայկական տնտեսությունը ոչնչացնող է, հայկական տարածքները հանձնող է։ Բայց դրանից չի հետևում, էլի։ Դրանից չի հետևում, որ նրանք դավաճաններ են, չէ՞։ Դրանից չի հետևում, Չէ։ Ասում եմ, եկեք ֆորմալ տրամաբանության մեջ մնանք, էլի, որ հենց ամենաֆորմալ տրամաբանության, ես չեմ ուզում մտնեմ, ասենք, թե ֆիզիկային ոնց են այդ բարդ բաները անում, բայց ասեմ, այն մուտքերը, որ տեսնում եմ, այսինքն մարդիկ օրենքներ են ընդունում եւ այլն, տեսնում եմ դրա արդյունքները, դա ոչ մի կապ չունի հայկականության հետ, հայկականությունը պահպանելու պետությունը, մշակույթը, Պարոն Գևորգյան, խնդրում եմ, պարզապես եկեք ընդունենք, որ դուք կարող եք տեսնել շատ բաներ, որոնք շատ վատ են, դավաճանական են եւ այլն, բայց դրանից չի բխում։ Դա հենց կարող է միայն մի բան բխել, որ երբ որ դուք ինչ որ այդպիսի լուր եք կարդում ինչ որ միտեղ, դուք դրան անվերապահ հավատում եք, որովհետեւ կա այդ բաքգրաունդը։ Լսում եմ օրինակ ասենք առաջին նախագահի ելույթը, երեք եմ լսել, ասում հայերը ի վիճակի չեն Ղարաբաղի հարցը լուծել, ինձ մոտ բնական հարց է առաջանում, այ ընկեր, դու եղել ես առաջին նախագահ Ղարաբաղ կոմիտեի մեջ, 92 թվականին Կոմսոմոլսկայա Պրավդայում ինտերվեստվե ամենաթեժ ժամանակ պատերազմի, որ Ղարաբաղը պետքա մնա բանի կազմում, Ադրբեջանի, հարց առաջանում, դու տե ինչ գործ ուներ, ով է քեզ բեր այդտեղ։ Ես ուրիշ բաներ չեմ ասում իր հետ կոնկրետ 2008 թվականի խոսակցությունը, նշան, ես տեսնում, որ այդ մարդու շրջապատի մարդիկ են հիմի իշխանության մեջ, հիմի, որ հակը մասնակցում է, անիծում է, ասում է պատու հասա Նիկոլ Փաշինյանը եւ այլ, ձեր աճեցրած վարուն գնա, չէ, բոլորը այդ կուսակցությունից մարդիկ են եւ նրանց տղաները, հարցները, սիրուհիները, չգիտեմ, կազմում են այս կառավարությունը, որը սակավամիտ է եւ սակավաբարո։ Ոչ մի բարեպաշտություն չունի, հայկականություն չունի, Էփշտեյնի նույն ներկայացուցիչներն են ստեղ հայկական իրականության մեջ։ Մի ասում եք, ոնց չջղայնանաս, ոնց շատ լավ, կարելի է կիսել ձեր զայրույթը, բայց այնուամենայնիվ տրամաբանությունը մնում է տրամաբանություն, պատճառ-հետևանքային կապը մնում է պատճառ-հետևանքային կապ։ Ես ուզում եմ հայտարարել գովազդային ընդմիջում, որից հետո մենք շարունակենք մեր զրույցը։ Գովազդը եթերում, մնացեք մեզ հետ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Մենք շարունակում ենք մեր հաղորդումը, ինչ դուք գովազդը դիտում եք, մենք այստեղ պայմանավորվեցինք պարոն Գևորգյանի հետ, որ հաջորդ հաղորդումներից մեկում ինքը կբերի այդ փաստաթուղթը, որը որ ինքը տեսել է եւ մենք իրոք կփորձենք համոզվել այդպիսի բան կա, թե դա ինչ որ կեղծիք է, որը որ լայն տարածում է գտել եւ եթե կա դրան նպաստող այլ ինչ որ հիմք, դա էլ թվում է բան էլի այսպես, կբացահայտվի։ Շարունակում ենք մեր քննարկումը, պարոնայք, եւ ես կուզենայի այս մթնոլորտ իշխանությունների նկատմամբ այս վերաբերմունքը մենք փորձենք ավելի հստակ ձևակերպել այն անհամաձայնությունը, այսպես մեղմ ասեմ, որը որ դուք ունեք այդ քաղաքականության հետ կապված, բայց ոչ թե էմոցիոնալ բան ֆոնի վրա, այլ զուտ, այսպես տրամաբանական ֆոնով։ Քանի որ մենք հեռախոսազանգ ունենք, թույլ տվեք ինձ ընդունել հեռախոսազանգ, որից հետո կշարունակենք այս թեմայով մեր խոսակցությունը։ Բարև ձեզ, դուք եթերում եք, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ, պարոն Հարությունյան, ողջունում եմ ձեր բոլոր գործընկերներին հեռավոր Գլենդելից, շատ հետաքրքիր հաղորդում է։ Նախ ցանկանում եմ ողջունել ձեզ, պարոն Հարությունյան, ձեր խիզախության համար, որ պահանջեցիք պարոն Գևորգյանից այդ աղբյուրը ներկայացնել։ Պարոն Գևորգյան, ԱՄՆ-ից փաստաթուղթ պետք չէ, բայց որևէ վստահելի մամուլո աղբյուր լավ կլիներ, որ լիներ հաջորդ հաղորդման եթե ներկայացվեն, շատ լավ կլիներ, այլապես շատ է ապատեգատություն Հայաստանում։ Հրապարակ թերթում բան արած դրված է այդ աղբյուրը։ Հաջորդ հանդիպանը դա։ Okay, շատ լավ։ Ինչ հարցը
ցանկանում եմ ձեր հարցին պատասխանել, մի շատ կարևոր հարց հնչեց, եւ իմ հարցը անմիջապես տրամաբանվել է հետևի դրանից։ Հարց հնչեց, թե Եվրոպան մեծ երաշխիք տվել է, թե ոչ, եւ մի քանի անգամ այդ հարցը նշվեց։ Նախ պարզապես պատասխանելու համար ես բազմիցս պարոն Հարությունյանի հետ եթերում քննարկել եմ դա, այո, Եվրոպան արդեն տվել է երաշխիք Հայաստանին անվտանգության 22 թվականին դուք գործում եք ջերմուկը, երբ եվրոդիտորդները եկան, դրանից հետո չեղավ գետ մեկ ներխուժում Հայաստանը։ Մինչև այդ անդադ ներխուժում էին, դրանից հետո իսպար վերածավ։ Եվ սրանից իր հետ նաև մեկ այլ հարց հնչեց, թե արդյոք ինչ է անում ամերիկահայությունը, մենք ամերիկայերս ավելի արդյունավետ կլինենք, եթե իշխանությունները գնահատեն այդ արևմուտքի տրամադրությունը եւ կոնորոշվեն դեպի արևմուտք։ Իդեպ ես չեմ որևէ տեղ կարծացել, որ J.D. Vance-ը Հայաստանում ասել է, որ դաշնակից է Ադրբեջանը, նա Բաքվում է ասել, որ ռազմավարական գործընկերն է, ինչպես Հայաստանը։ Եթե որևէ աղբյուր կա նաեւ այդ առումով լավ կլիներ։ Բայց հարցը սա է, նկատի առնելով ինչ ասեցի, արևմուտքը փրկեց Հայաստանին 22 թվականին։ Դուք ասացիք Իրանն է այսօր անվտանգությունը։ Կարող եք բացատրել հետևյալը, հարգելիներս։ Ինչպես եղավ, որ մինչև ջերմուկը Իրանը չկարողացավ կանգնեցնել այդ բազմաթիվ հարձակումները՝ Սևլիչ, Սոտք, Վարդենիս, Անթոպիչև ջերմուկ, բայց հարձակումները դադարեցին, երբ որ եվրոդիտորդները եկան եւ արևմուտքը խառնվեց։ Արդյոք Իրանը, որը հիմա չի կարող իրեն պաշտպանել, ինչպես կարող է մեզ պաշտպանել, եթե մինչև ջերմուկը նա ոչ մի այդ ներխուժումները չկարողացավ կանխել, այլ կանխեց արևմուտքը։ Շնորհակալություն ձեզ հարցի համար, կարծես թե պարոն Խաչատրյանն է ուզում պատասխանել ձեզ, խամեցեք։ Ուրեմն այդ երաշխիքները երբ որ ասում ենք, նախ մի կողմ դրանք եվրոդիտորդներին, որոնք եկել են ինչ-որ ապարատուրայով նայելու, չնայելու, հարցը կբարձրացնեն, չեն բարձրացնի, այդ դրանք մի կողմ։ Երաշխիքները դա են ինչ-որ գոյություն ունի պայմանագրային դաշտում։ Այսինքն երաշխիքը կարող է լինել ինչպես Ամերիկան տվել է երաշխիք, ասենք Իսրայելին։ Իսրայելին տված երաշխիքները պարզ շարադրված են եւ դեռ ավելին, երբ որ սկսվեց պատերազմը, ասենք սկսված Իսրայելի դեմ եղած տերորիստական ակտից այդ ամերիկյան մամուլը տպագրեց քայլ առ քայլ, ինչպիսի օգնություն է այդ պայմանագրի շրջանակում Ամերիկան ցույց տալիս պատերազմի ժամանակ Իսրայելին։ Սա երաշխիք է որպես այդպիսին, որ քայլ առ քայլ լինելու է եւ Military Watch magazine-ն էլ հեղինակավոր մի աղբյուր ռազմի գործի տեսակետից մանրամասնորեն տպեց, թե առաջի օրվանից ինչ է եղել, ինչպիսի մասնակցություն է եղել, զոհեր եղել են, չեն եղել եւ այլն, մանրամասնորեն, որովհետեւ երաշխիքը ենթադրում է ճշգրիտ քայլերի հաջորդականություն։ Սա է երաշխիքը։ Ոչ թե այն, որ դե մենք եկել ենք, լավ է, բոլորս ծափ ենք տալի միաժամանակ, սրտիկներ ենք ցույց տալիս եւ այլն եւ այլն։ Եվ հետո էլ համարում ենք, որ հայերկու հոգի եկան հերադիտակներով նայեցին եւ դրանից ելնելով Ադրբեջանը որոշեց, որ Ադրբեջանը առաջ չի կարող գալ եւ չի էլ գալու, որովհետեւ պատկերացնել, որ Ալիևը ինքը ավտոնոմ որոշումներ կայացնող սուբյեկտ է ներկայիս քաղաքական դաշտում, դա այդպես չէ։ Դա կամ թույլ են տալիս, կամ թույլ չեն տալիս։ Հիմա նա թույլ է տվել իրեն այն, որ Իրանի դեմ եղած գործողություններում մասնակցություն քիչ է ունեցել, նենց չի որ չի ունեցել, բայց դրանից ելնելով նա ստացավ մի շարք խոտորնակներ նույն Իսրայելի կողմից եւ մասամբ էլ արևմուտքի կողմից, կոլեկտիվ արևմուտքի կողմից, որ դե հիմա այդքան բան քո համար արվեց այդ պատերազմի ժամանակ 44 օրվա, ինչից ելնելով է, որ դու հիմա զորքով մուտք չես գործում Իրան հյուսիսից։ Եվ դա համեցեք պարոն Գեորգ։ Հա, որտեվ մեր դիտողը շատ ժամանակ ինքը շատ պարզունակ է տեսնում այդ կապերը, թե ոնց են աշխարհը ընդհանրապես ինչպես է կառավարում եւ երբ որ Արցախը հայաթափվեց եւ ցեղասպանության ենթարկվեց կուլտուրոցիդի, ենթարկում հիմի որ ամենավատ ըստ Ռերիխի պակտի ամենավատ հակամարտկային գործողություններն է եւ
Արևմուտքը, Եվրոպան եւ Ամերիկան եւ Ռուսաստանը, որ Ռուսաստանը անմիջական իր զորքերով մասնակցել է եւ այդ խարանը իր ճակատին լինել է հավերժ, մինչեւ չգիտեմ ինչ լինի, էլի, մի խոսքով։ Դրա համար մենք պետք է ելնենք մեր շահերից, հասկանանք, որ պահին որ երկրի հետ այն երկրի հետ պետք է համագործակցենք, որը պատրաստ է ռեալ ելնելով իր տարբեր շահերից մեզ սատար կանգնի։ Օրինակ ասենք, այդքան Հնդկաստանի հետ խոսում ենք բան, բայց ռեալ ոչ մի քայլ չարվի։ Ես ասեմ, որ դեռևս առաջի բանը Ղարաբաղյան պատերազմից հետո կարելի էր Չինաստանի հետ էական խորացնել հարաբերություններ եւ չունենայինք այսօր Ղարաբաղի կորուստ, որը չի արվել հենց առաջին նախագահի, երկրորդ եւ երրորդ նախագահների կողմից առավել եւս այս վարչապետի կոնկրետ առաջարկներ արել, չի արել, մի ասենք Չինաստանը գերտերությունա իր այսպես ասած ոնց է կոչվում պրիորիտետները փոխվել է։ Մենք պետք է աշխատանք անենք եւ աշխատանքը պետք է անենք ամբողջ սփյուռքով։ Մեր համար պետք է անենք մի գերագույն շահ, հայկական շահերը, հայկական քաղաքակրթությունը։ Եթե ուղղակի պետք է լինի Հայաստան առանց հայկական քաղաքակրթության, այն ամբողջ իր ծավալով, դա հայկականություն չի, դա արդեն ֆորմալ ինչ որ տարածք է, որի անունը գրած է հայ։ Լավ, շնորհակալություն, պարոն Գասպարյան, ուզում եք այս հարցին անդրադառնալ։ Շնորհակալություն, նախ երկու տարբերակ արագ ասեմ, վերաբերվում է միջազգային ստանդարտներով ֆինանսական հաշվետվության մաքրության, հասանելիությանը։ Նման փաստերը ստուգելու համար այդպիսի աղբյուրներ գտնելը բոլորը կան։ Իդեպ հեղափոխությունը գիտնականների մեծ մասը ողջունել են, ես որպես դատական, ֆինանսատնտեսագիտական, հարկային, վարկային փորձագետ, որ դատավորներին ենք մենք սովորացնում այդ կառուցողական մեխանիզմները, դրանց հարցերի լուծումը այդպես չի, որ առանձին ոստարվեստավեր մասնագետներ կարողանան աղբյուրը որտեղից է, ոնց է լինում, դա այդպես չի։ Եվ գապով ամերիկյան հաշվետվությամբ ու հաշվառմամբ եւ միջազգային ստանդարտներով դրանք ուրիշ մասնագետներ են իրականացնում եւ հաղորդում են նման մամուլի միջոցներով։ Ինչ վերաբերում է ջերմուկին, այսօր մենք բարձրացնենք, թե մենք գիտենք, թե Իրանը ինչպիսի քաղաքականություն իրականացրեց 2020 պատերազմի ժամանակ։ Նույնիսկ նախագահը կորցրեցին։ Նման սխալներ եղել են, նման բաներ, բայց այսօրվա դրությամբ արդեն ուրիշ է։ Հիմա ջերմուկի հարցը, եթե ստացվում է, բա Մինսկի խումբը ուր է, որ միջազգային ստանդարտն է, այստեղ ռուսների մասին չի խոսքը։ Ռուսները իությամբ Արցախը էժան վաճառել են, հիմա վաճառում են ավելի թանկ Հայաստանը։ Շնորհակալություն։ Միտքն էր, որ պետք չի որևէ կողմին դիտարկել որպես մեր փրկիչ։ Մեր հետևաբար դե ես հենց դրա մասին եմ ուզում խոսել։ Խաչատրյան Վարդանի բերած օրինակը շատ ակնառու օրինակ է եւ շատերն են Իսրայել, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապը այսպես մատնացույց անում, որպես կարծես թե իդեալական գործող այդպիսի հարաբերություն, բայց այստեղ մի բայց կա։ Խնդիրը հետևյալն է, որ Իսրայելը ինքը չի նստում մի կողմում, ասում Ամերիկայի Միացյալ Նահանգները եկեք մեզ համար կռվի։ Իհարկե։ Նա ինքը իր պետությունը կառուցել է իր ուժերի հիման վրա հենվելու առումով եւ եթե պետությունը իր ուժերի վրա է հենվում իր խնդիրները լուծելու ժամանակ, այդ ժամանակ շատ կգտնվեն ուժեր, որոնք կցանկանան օգնել այդպիսի պետության։ Դե այդ մի ուժներ էլի, ուներ պայմանագիր օգնել։ Դե հիմա ուներ պայմանագիր, բայց ուրեմն այդ պայմանագիրը չլներ, կարող է լինել ուրիշ պայմանագիր, բայց այստեղ ես կարծում եմ հիմնական հարցը ոչ թե այդ ամերիկյան օգնությունն է։ Չէ, դե Եվրոպայի երկրները օգնել են Իսրայելին այդ հարցերում։ Չէ։
Չեն օգնել, բայց Ամերիկան Ամերիկան քայլ առ քայլ այնպես ինչպես գրած է օգնել, սկզբանե, այո, օգնել է։ Առաջին հերթին Բայց առաջին խնդիրը ես տեսնում եմ, որ Իսրայելը ունի էլի Ամերիկայի օգնությամբ, այդ չի կարելի ուղղակի ուրանալ, որտեվ Իսրայելը ինչ ելներ 350 ամերիկյան վերջին ինքնաթիռներ չեր ունենալու, էլի։ Չէր կարողանալու իր մոտ արտադրել։ Հա, տանկ արտադրում է, բայց ոչ Պարոն Խաչատրյան, ես չեմ ուզում իմ կարծիքը բանանել, բայց այսպես պնդել, բայց խնդիրը հետևյալն է, որ եթե ասենք օրինակ նույն Իսրայելը չունենար երկսեր բանակ, այսինքն չգնար այդ ծայրահեղ քայլին, որ կանանց եւս զորակոչում են մենք դի երկսերկ բանակ ունենանք, ու չգնար քայլերի, որ պիտի ունենար քաղաքացիական հզոր պաշտպանություն, չգնար այդպիսի քայլերի, բոլոր այդ օգնությունները իրանք չէին կարողանա լուծել այդ խնդիրը։ Լավ, թողնենք մի կողմ երկսեր բանակին դեմ եմ, ասեմ ձեզ։ Դե հիմա դուք դեմ եք, բայց եթե անհրաժեշտությունը պահանջում է, պետք է գնալ այդպիսի քայլերի։ Հա, թող քաղաքացիական սեկտորում լինի, բայց ոչ բանակում, գործող բանակում այդ չի կարելի անել, որտեղ Իսրայելի բանակի հետևանքն է, որ ամենամեծ կանացի չբերությունը այդ երկրում է։ Հիմի ամբողջ խնդիրը նա է, որ մենք հույսներս պետքա ոչ մեկի հետ չկապենք, բացի մեզանից, ամբողջ հայությունը պետքա օրիբուն աշխատի, խնդիրները ձևակերպված են, պարտադիր չի, որ խնդիրները բոլորին հասանելի լինեն, բայց հիմնական խնդիրները, էլի մացաբանական։ Հիմի ասենք ես նայում եմ, որպես Հայաստանի քաղաքացի, տեսնում եմ, որ մեր ինստիտուտները պետական կլինի, հասարակական կլինի, իր հզորության 5%-ով չի ծառայում ես մեր երկրի կայացման, ուղղակի չի կա, վերցնենք, ասենք ակադեմիան, որտեղ աշխատում ուրեմն ինչքան է ֆինանսավորումը, որ պետք է այդպեսին լինի, էլի, որ պետք է 0.3 բա ոնց էլ բանը հնայի այդ մի կողմից բա 0.3 կրճատված, այսինքն զարգացման ներքին շեմը ինձնից լավ գիտեք 6%-ն է չէ 6 չի 3, բայց պետք է զարգացման որպեսի ինստիտուտներ կառուցվեն 6%-ը դա հա որ զարգացման հնարավորություն կա մեջը 3%-ը որ չմեռնի հիմա մեր մոտ 1% էլ չի Չէ, մի տոկոս չի, հա։ Դե բա էլի բանը եւ բանը գիտնականների, ինժեներների քանակը շատ քիչ է եւ որակը բավական ընկած է եւ ոչ մի գործ չի ձեռնարկում, խոսում են ինչ որ ակադեմիական քաղաքից, որի վրա պիտի 35 միլիարդ դոլար դեր ծախսվի, ինչ որ միտեղ հավաքվի, բազմաթիվ հարցեր են առաջացնում, ասում են, բայց որտեղ միտեղ կուտակվի, որ մի հատ խփեն տեղ Ինչ ալներ, անվտանգության հարցերը, ոչ մի պատասխան չկա, այսինքն սակավիտների ինչ-որ խումբ, ինչ-որ բաներ ասում և ժողովրդին խափում է, երբ որ ռեալ հիմի գնում այս գործընթացները, որը բացահայտ պատերազմական գործընթացներ են ամբողջ տարածաշրջանում, պետք է ամեն ինչ մոբիլիզացված լինի և բոլորը պատասխանատու լինի, չկա այդ բանը Բացարձակապես, վերցենք ասենք պատմության ինստիտուտը, ազգագրության ինստիտուտը գրանտներ է ստանում հակահայկական Հայաստանում ասում են Ուրարտուն հայկական պետություն չի։ Այդ ինչից է խոսում։ Այդ կոնսպիրոլոգիա չի, բան չի։ Չէ, ինչ կոնսպիրոլոգիա, եթե նույն Արարատ բառն է, ուղղակի թուրքերը ուղարկում են Անգլիա, Անգլիայից գալիս է ստացողները ստանում են եւ ասում են չէ ով է ասել որ Ուրարտուն հայկական պետություն է օրինակի համար եւ այդ բազմաթիվ Ուրարտուի խնդիրը եկեք չխառնենք սրա մեջ որովհետեւ դա դեռ խորհրդային միության ուրեմն ֆոկուսներից է այսպես ասած միությունը արդեն գնացել է այն աշխարհ չկա ախր այդտեղ նույն Արարատ բառն է Ուղղակի ասորական տրանսկրիպտի ազդեցությունն է այդքան մի բաներ այդ երալեզու ոչ մի խնդիր չկա տեղը բայց միևնույն է ուրարտագետներ կան Հայաստանում առ այսօր ուրարտագետներ ակադեմիական տիրույթում չկա ակադեմիական տիրույթից դուրս են հետաքրքիր է չէ
ակադեմիական այդ չափանիշները ով է բանանը վերահսկողությունը Հետևաբար եկեք փորձենք ամփոփել ոչ թե էմոցիոնալ, այսպես այլ փորձենք ամփոփել։ Բոլոր հնարավոր ես առաջարկում եմ օրինակ այսպիսի մի բանաձև, ձեր կարծիքը բնականաբար, որ բոլոր փորձերը Հայաստանին կտրել իր պատմության այդ առանցքից, որով ինքը գալիս է, իրանք բերելու են նրան, որ պետությունը նոր առաջացած, որը կտրված է այդ արմատներից, երկար գոյություն ունենալ չի կարող որպես հայկական պետություն։ Համաձայն եք դրա հետ։ Ես համարում եմ, որ այդպես կլինի, բայց բոլոր այդ փորձերը իդերևս են ելնելու, նրանք որևէ հաջողության շանս չեն ունենալու, դա միայն կարող է լինել այն ժամանակ, երբ որ հայոց մշակույթը որպես այդպիսին կմերժվի հայ ժողովրդի կողմից, ինչը չի էլ կարող լինել։ Վնաս որ տալիս է, վնաս հասցնում են, վնասում են, երբ որ ասում են ամենաբարձր պետական այրերը կոչեցյալը, ասում է, որ սա Մեսրոպի ստեղծած տարերը մեր տարերը չի, գողացված է, դե թող պատասխանատվության ենթարկեն, երբ որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, որը աներևակայ։ Իսկ քանի մարդ համոզված կլինի օրինակ այդ հայտարարությամբ։ Չէ, մի արդեն ասում են, որ դա արհեստական բանականությամբ գեներացված։ Դե հասկանալի է, որտեղ ոչ մեկ էլ չի համոզվի էլի դրանով։ Ով կարող է համոզվել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր գրերը դրանից առաջ էլ գոյություն են ունեցել, բայց Մեսրոպ Մաշտոցը խոշորագույն ռեֆորմ իրականացնողն է, լեզուն եւ այբուբենը համապատասխանացնողն է եւ նրա փոփոխությունների բացակայությունը անգամ ցույց է տալիս հանճարի մեծությունը։ Ինչի մասն է խոսքը։ Չէ, ես իմ ասածը հետեւյալն է, որ մենք տեսնում ենք այդ դրսի ուժերի ձգտումը, որպեսի վերաֆորմատավորեն հայ ազգին, այսինքն զրկեն իր հեռացնեն իր մշակույթից, իր ինքնությունից, իրեն եսից։ Միակ լուրջ մոնոնացիոնալ փոփենք վերջապես, որ այո, իրոք, եթե ուզում ես հաղթել ինչ-որ ազգի, դու պիտի առաջինը իր մշակույթից իրան կտրես, դա բանաձևը, որը եւ պարտադրես քո մշակույթը։ Եվ ոչ միայն մշակույթ, նաև հակամշակույթ։ Ну կարա լինի այդ այսօրվա դրությամբ։ Սիրելի բարեկամներ, սրանով եկեք ավարտենք այսօրվա մեր հաղորդումը, հարցերը հրատապ են, բայց ինչպես տեսնում եք, մենք եւս դեռ չունենք այսպես ձևակերպված։ Մենք էլ մի քիչ էմոցիոնալ ենք դեռ էլի։ Այո, ինչ որ բանաձևեր, բայց այդ բանաձևերը ես կարծում եմ, որ պետք է հնարավորություն շուտ Բոլոր դեպքում նախադասություն խոսք խնդրեմ։ Խնդիրը նա է, որ մենք պետք է հենվենք մեր ուժերի վրա, որը փառք Աստծո կա ամբողջ հայքում, ես սփռված հայ ժողովրդի մեջ, եւ ապավինենք մեր իսկ այսպես ասած արժեքներին եւ շարժվենք այդ ուղղությամբ։ Այն երկրները 5 քաղաքականությունների երկրներ կան, որոնց ֆորմատը մենք չենք լավ աշխատացնում, չնայած մենք հիմնադիրներից ենք, եւ պետքա մտավորական, այսպես ասած, խավը խիստ, այսպես նախանձախնդիր լինի, էլի այդ հարցը։ Այո, եթե հայ մտավորականը չի հետաքրում իր ժառանգությամբ, նա հայ մտավորական չի, եստեղ արդեն գենետիկ բանը որևէ նշանակություն չունի իր։ Մենք այդ ուժ ունենք, մենք պետք է հաղթենք։ Շնորհակալություն, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք տնտեսագիտության դոկտոր Մարտիկ Կասպարյանի հետ հեռակապով, հեռակապը հիմա անջատված է, դրա համար դուք չեք տեսնում նրան, իսկ տաղավարում են գտնվում ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը եւ կրոնագետ փիլիսոփա Վարդան Խաչատրյանը։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։